Սիրելի հայրենակիցներ, նորից բարի երեկո։ Պիտի ասեմ, որ ընդամենը րոպեներ առաջ հանդիպում ունեցանք, որոշ ժամանակ քննարկում ունեցանք հայ առաքելական Սուրբ եկեղեցու միաբանների հետ։ Բավական արդյունավետ խոսակցություն էր եւ մեր սրբազան հայրերը ասացին, որ եթե առավոտյան, վաղը առավոտյան մեզ բոլորիս հավատավոր հայ ժողովրդին սպասում են Մայրաթոռում։ Հիմա քանիսն է ժամը, Հովանես, 11-ից է, չէ՞։ 11-ից 15 է պակաս։ Թեպետ այս պահին մենք որոշ թվով այսպես հավատացյալներ այստեղ ենք, բայց մեր հոգևոր հայրերը, եկեղեցուն հավատարիմ հոգևորականները շնորհակալություն հայտնելով առաջարկեցին գնալ եւ առավոտյան ժամը 9-ին լինել Էջմիածնում, Մայրաթոռում, որովհետեւ վաղը կարող են տեղի ունենալ ոչ ցանկալի զարգացումներ։ Մասնավորապես վաղը կարծես թե հանդիպում է տեղի ունենալու եկեղեցին առերևույթ ուրացած այդ եպիսկոպոսների հետ, խոսքը 8-9 եպիսկոպոսների մասին է, ովքեր գնացել էին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու, ովքեր հաստատի դեմ են գնացել մեր եկեղեցու, մեր հոգևոր կանոններին եւ դեմ են դուրս եկել ամենայն հայոց կաթողիկոսին։ Ես կարծում եմ, անձամբ ես կարծում եմ, դա ավելի շատ անձնական նպատակներ ունի, հավանաբար նրանցից ամեն մեկը իրեն պատկերացնում է ապագա կաթողիկոս, իսկ դա նշանակում է, որ նրանցից ամեն մեկը ուրացել է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ուրացել է Աստվածաշունչը։ Եվ ես ասեմ, մարդ, որը ուրանում է մեր ազգը, խոսքը Նիկոլի մասին է, ուրանալու է նաև այս մարդկանց եւ բնականաբար զոհաբերելու է։ Սիրելի հայրենակիցներ, առավոտյան ժամը 9-ից 10-ի ընթացքում մենք լինելու ենք եւ ձեզ կոչ եմ անում, խնդրում եմ, եթե կարող եք, եթե հնարավորություն ունեք, իսկ ես գիտեմ, որ մարդը եթե ունի ցանկություն եւ չկա անհնար որևէ պայման, ապա կարող է։ Եթե կարող եք, եկեք հավաքվենք այստեղ, որքան շատ լինենք, որքան պինդ լինենք, որքան սկզբունքային լինենք ու կամային լինենք, այնքան մեր ուժը ավելի մեծ կլինի։ Մեր միաբան հայրերը իրենց օրհնությունը փոխանցեցին մեր բոլոր հավատացյալ հայրենակիցներին, ասացին, որ իրենք պինդ են, վեհափառը ասացին, որ ուրախ է նրանով, որ ունի իր թիկունքին հայ ժողովրդի աջակցությունը, կոտրված չէ եւ ասում է, որ չի պատրաստվում ենթարկվել այս սատանայական, այս հրեշավոր գործողություններին։ Եվ պիտի ասեմ, որ օրինակ կա 56 եպիսկոպոս, 56 եպիսկոպոսից 8-ը 9 է ուրացել Մայրաթոռը։ Հետևաբար դա նշանակում է, որ մենք պիտի խոսենք, մտածենք ոչ թե վատի, այլ այդ 56-ից 8-ն է ուրացել, բայց այնտեղ մեծ թվով հոգևոր հայրեր կան, ովքեր շարունակում են հավատարիմ մնալ։ Թիկունք լինենք նրանց, որպեսզի նրանք իրենց կամքով ամուր պահեն։ Նաև մեր միաբանները խնդրեցին այն թեմական խորհուրդների անդամներին, որոնց առաջնորդները այսպես ուրացել են եկեղեցին, թող հանկարծ որևէ պարագայում չհեռանան թեմական խորհուրդներից, որովհետև իրենք կարող են թեմական խորհրդի միջոցով ուղղակի նաև կարգազանց հռչակել այդ եպիսկոպոսներին եւ հեռացնել իրենց, այսպես ասենք, հոգևոր պաշտոններից։ Այնպես որ խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, չենք վհատվում, չենք նահանջում, դժվար է, ծանր է, դառն է, չգիտեմ ինչ բառ ասեմ, որովհետեւ մենք մեր հոգևոր սնունդը պատկերացնում ենք, որ ստանում ենք մեր հոգևոր հայրերից եւ հանկարծ հոգևոր հայրերի մեջ հայտնվում են դավաճաններ։ Բայց ինչ արած, հայոց պատմության մեջ եւ ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ շատ են եղել այդպիսի դեպքեր։ Սա առաջին դեպքը չի, ցավոք սրտի առաջին դեպքը չի, բայց մենք ապրում ենք մեր պատմության ամենադառն օրերից մեկը
եւ մենք ժամանակավոր կորցրինք Արցախը, մենք ունեցանք ցավալի այլ կորուստներ։ Ես չէի ուզենա, որ մենք կորցնենք նաեւ Մայրաթորը։ Հետևաբար ձեր մեջ ուժ գտեք, ոչ թե հանձնվեք, ինչը Նիկոլն է ուզում, այլ վաղ առավոտ ժամը 9-ին, 9-ից 10-ի ընթացքում եկեք Մայրաթոր եւ մեր սրբազան հայրերի, մեր եկեղեցուն հավատարիմ, Մայրաթորին հավատարիմ, հայ առաքելական սուրբ եկեղեցուն հավատարիմ հայրերի հետ նրանց առաջնորդությամբ որոշենք, թե ինչ ենք անում։ Սպասում ենք բոլորիդ, լավ մնացեք սիրելի հայրենակիցներ եւ Աստված մեզ բոլորիս պահապան, Աստված պահապան մեր հայրենիքին եւ հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Ամուր եղեք, մենք կհասնենք հաջողության Աստծով։